Ուրեմն սկսենք նրանից, որ այդ ուռճացված վտանգները Թուրքիայի հարձակումից, որ Ռուսաստանն է մեզ Թուրքիայից պաշտպանում, ես ուզում եմ նախ հիշեցնել, որ Սիրիայում մենք տեսանք Ռուսաստանը ոնց պաշտպանեց Սիրիային, իդեպ դա նաև վերաբերում է նրան, որ ասում են, այ գիտեք, Նիկոլ Փաշինյանի հանդեպ վատ է վերաբերում, այ որ գա ավելի մեկը, որ իրեն լավ կվերաբերի, այդ ժամանակ ավելի լավ կպաշտպանի Հայաստանն, հա, Բաշար Ասադի պես լավ վերաբերվող մեկը, որին այդքան լավ կվերաբերեր Պուտին, աշխարհում դժվար է գտնել, հա, մենք տեսանք Սիրիային ու Բաշարին ոնց պաշտպանեց։ Հիմա ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին, Իրեք, երբ որ նաև ընդդիմախոսը մեջ բերեց սեպտեմբերյան դեպքերը եւ ասաց, որ ռուսական ինչ-որ չգիտեմ, ռազմական փորձագետ է այդպիսի բան ասել, մենք հակառակը գիտենք, թե ոնց էր Սոտկի իր դիրքերից ռուսական ստորաբաժանումները մի օր առաջ ճողոպրում եւ այդ դիրքերը առանց կրակի ռուսները եկան նստեցին։ Երկրորդը, տեսեք, լավ, ասենք թե սահմանը չեն ճանաչում, դա էլ մի նոնսենս է։ Եթե սահմանը չես ճանաչում, բազայի պայմանագիրը, հələ հապկի պատասխանատվության գոտին, որ ասում է Հայաստանի իշխանությունը, ես ուրիշ բան եմ ասում, բազայի պայմանագիրը երկարաձգվել է ռուսական բազայի։ Այն պայմանով, որ Ռուսաստանի պատասխանատվության գոտին նաև հայ-ադրբեջանական սահմանն է մտել այդ գոտու տակ եւ ինքը պարտավորություն է վերցել նաև այդտեղ պաշտպանի Հայաստանի սահմանները, երբ որ մինչեւ 40 թիվը երկարաձգեցին։ Միակ մեր կողմից ցանկությունը Հայաստանի իշխանությունների դա եղել է միակ պարտավորությունը, որ Ռուսաստանը վերցրել է այդքան իր ներկայությունը երկարաձգելու, եղել է դա։ Բա ի՞նչն է պաշտպանելու, եթե սահմանը չգիտի որտեղ է։ Եթե եկել են ադրբեջանցիները հերիք չի մտել են եւ ռազմական հանցագործություններ են գործել, 6 հայ զինվորականների գլուխ կտրել եւ այլ, հիմա չեմ ուզում ստե կրկնել, որ դատապարտեցին արևմտյան երկրները, պահանջեցին դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից։ Ռուսաստանից միակ ցավակցություն լսեցիք, մի հատ ցավակցություն իր դաշնակցի զինվորներին, լավ սահմանը չեք ճանաչում, բայց ցավակցություն ինչ էր, որ մեր զինվորների մահվան, որ հապկի զինվորներ են փաստորեն, այդ ինչ վերաբերմունք է։ Եվ այս պարագայում ասել, որ գիտեք, մենք պետք է